Բայի ստեղ չկա ոնց որ։ Երեք ամեն օր ծառայում խծայրան։ Չկապնակ ինձ։ Սուրբ Աննա եկեղեցում տեղ ունեցած միջադեպից հետո Հայաստանի իրավապահ համակարգը գործեց արագ, կոշտ եւ ցուցադրական։ Մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիկնազորի ուղեկցությամբ ուշացած մտավ Ծաղկազարդի օրվա առիթով կազմակերպված պատարագին, ում ներկաների մի մասն այդքան էլ լավ չընդունեց։ Ես ուրեմն մեջտեղ եմ։ Դրանց չնայես ինձ։ Ինձ հաշում է։ Ականատեսները ԶԼՄ-ներին պատմել են, որ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի ներկայացուցիչը բռունցքով հարվածել է երիտասարդից մեկի ծնոտին։ Նկատենք ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պահվածքը։ Նա իր քրեաիրավական գնահատականի արժանի արարքների համար անպատժելիությունը թերևս փոխհատուցում է թիկնապահի դերով, ՔՊ-ից միայն նա է Փաշինյանի հետ պատարագին եկեղեցի մտել։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հաղորդմամբ 2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առիթով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջին մասով խուլիգանություն եւ 452-րդ հոդվածի 3-րդ մասով պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը։ Միքայել Մինասյանի նկատմամբ 46-297-րդ հոդվածի առաջին մասով խուլիգանություն եւ 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը եւ Գևորգ Գևորգյանի նկատմամբ 46-297-րդ հոդվածի առաջին մասով խուլիգանությունը կազմակերպելը եւ 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությունը միջամտելը կազմակերպելը։ Այսինքն գործընթացները տանում են այնտեղ, 3-ն էլ կալանավորվեն։ Իսկ ովքեր են երիտասարդները։ Դավիթն ու Միքայելը Երևանի թիվ 29 ավագ դպրոցի շատ օրինակելի եւ գերազանց սովորող աշակերտներն են, որոնց սատարելու համար դասարանցիները հավաքվել էին դատարանի բակում։ Երեք քննիչները այցելել էին երիտասարդների բնակարան իրականացնելու քննչական գործողություններ եւ խուզարկություններ, իհարկե նրանց տանից որևէ արգելված կամ գործի համար նշանակալի առարկա չհայտնաբերվեց։ Արմլուրի իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ քննիչը բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբ Կոխյանի որդին էր, այն Հակոբ Կոխյանի, որը տարիներ շարունակ հայտնի է եղել իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ եւ պայքարով, մինչդեռ իրավապահ համակարգում նրա որդին ներգրաված է դպրոցահասակ երիտասարդների նկատմամբ մեղադրանք առաջադրելու գործընթացում։ Քանի անգամ ասեմ, չեն հայտնաբերել։ ՔՊԱ-ականները բնականաբար սկսեցին թիրախավորել երիտասարդներին, որոնք հարձակվել էին Նիկոլ Փաշինյանին ուշացած մուտքի շուրջ դժգոհություններ հայտնելու։ Սրիկաների կամ տականքների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է։ Սա ուղիղ նրանց մասին է։ Այո, այդպիսի սրիկաների վերջին հանգրվանը միշտ հայրենասիրությունն է լինում, բայց կրկին չակերտներով, որտեղ իրական հայրենասիրությունը դա չի։ Ուղիղ 48 ժամ անազատությունից հետո ազատ արձակվեց։ Միքայելը աղբը թափելու դուրս է գալի, այդ շարասյունը բանը տեսնում է եւ մոտենում է, շատ ներողություն, թքում է Նիկոլ Փաշինյանի մեքենայի վրա։ Նկատենք, որ միջազգային փորձը ցույց է տալիս մեկ կարևոր բան քաղաքական առաջնորդների, վարչապետների, նախագահների, մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ուղղված հրապարակային սադրիչ, անգամ ֆիզիկական բնույթ ունեցող գործողությունները տարբեր երկրներում միշտ չէ, որ բերում են նույն ծանր հետևանքին, որոշ դեպքերում լինում է արագ ձերբակալում ու դատավճիռ, բայց կան նաև օրինակներ, երբ անձիկ ազատ են արձակվել առանց մեղադրանքի կամ պատիժը եղել է ակնհայտորեն մեղմ։ Սուրբ Աննայի միջադեպի մասին հրապարակային նկարագրում
դրսևորություններից հետևում է, որ լարվածությունը սկսվել է պատարագի ընթացքում վարչապետի ներկայության ՇՔ-խմբի վարքի եւ եկեղեցում առաջացած անհարմար մթնոլորտի ֆոնին։ Հետո եղել է քաշքշուկ, որից հետո վարչապետը հեռացել է, իսկ արդեն 1 ժամ էլ չէր անցել, երբ ոստիկանությունը եկեղեցու բակից բերման է ենթարկել 3 անձի։ Ինչ նմանատիպ դեպքեր են եղել աշխարհում, երբ քաղաքացիները ագրեսիա են ցուցաբերել իշխանության նկատմամբ եւ ինչ հանգուցալուծում է ունեցել միջադեպերը։ 2019 թվականին Ավստրալիայում դեռահաս Ուիլ Քոնոլին ձու էր կոտրել սենատոր Ֆրեյզեր Անիգինի գլխին այն բանից հետո, երբ վերջինս մզկիթների ահաբեկչությունից հետո ներգաղթն էր մեղադրել ողբերգության համար։ 2010 թվականի Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Ջարդարի ուղեկցությամբ բողոքի ակցիայի ժամանակ կոշիկներ էին նետվել։ The Guardian-ը գրել էր, որ տղամարդուն ոստիկանությունը հեռացրել է վայրից, բայց ծանր քրեական ելք չեղավ։ Այդ դրվագը կարևոր էր նրանով, որ նախագահական մակարդակի թիրախավորման դեպքում անգամ արձագանքը չվերածվեց անմիջական ցուցադրական ծանր պատժի պատմության։ 2009 թվականին լրագրողը կոշիկ էր նետել Հնդկաստանի ներքին գործերի նախարար Չիդամբարամի ուղեկցությամբ 1984 թվականի ջարդերի գործով իր հարցին տված պատասխանից հետո ծանր հետևանքներ դարձյալ չեղան։ Իրաքցի լրագրող Մունաթազեր Ալ-Ջայդին 2008 թվականին կոշիկ էր նետել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ուղղությամբ Բաղդադում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ Սկզբում դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, հետո պատիժը կրճատվել էր 1 տարվա եւ հետագայում ազատ էր արձակվել 9 ամիս անց վաղաժամկետ։ 2021 թվականին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հանրային հանդիպման ժամանակ ապտակած տղամարդը դատապարտվեց 4 ամսվա ազատազրկմամբ։ 2024 թվականին Մեծ Բրիտանիայում Նայջել Ֆարաջի վրա բանանային միլքշեյին նետած կնոջը մեղադրանք առաջադրվեց, բայց ռեթուրսի հրապարակմամբ նա ստացավ պայմանական պատիժ, ոչ թե անմիջական ազատազրկում։ 2024 թվականի նոյեմբերի 3-ին Իսպանիայի թագավոր Ֆիլիպե 6-ի թագուհի Ֆետիլիսան եւ վարչապետ Պեդրո Սանչեսը այցելել էին ջրհեղեղից տուժած Վալենսիայի Պայպորտա բնակավայր։ Ռեթուրսի փոխանցմամբ հարյուրավոր բնակիչներ բողոքել են իշխանությունների արձագանքի դեմ, իսկ նրանցից մի քանիսը ցեխ են նետել պաշտոնյաների ուղղությամբ։ Մամուլի լուսաբանման շեշտը դրվեց ոչ այնքան ցուցադրական քրեական հետապնդման, որքան աղետի կառավարման ձախողման հանրային զայրույթի ու իշխանության պատասխանատվության վրա։ Համեմատությունն ինչ է ցույց տալիս, այս օրինակները չեն նշանակում, թե ցանկացած միջադեպ պետք է անպայման մնա անպատիժ, բայց դրանք ցույց են տալիս մեկ պարզ իրողություն՝ միջազգային փորձը միատեսակ չէ եւ բարձրաստիճան պաշտոնյայի կամ առաջնորդի դեմ ուղղված միջադեպը ինքնաբերաբար չի նշանակում կոշտ քրեականացում, երկար կալանք կամ ցուցադրական հետապնդում։ Ի վերջո Հայաստանում էլ եղել է նմանատիպ միջադեպ, երբ արցախցի պապիկը խնձոր նետեց Փաշինյանի ուղղությամբ եւ արդարացվեց։